Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Հայաստանին սպասվում է պատմական շրջադարձ, թե ամենավտանգավոր փորձությունը դեռ առջևում է։ Ալիևի հաջորդ քայլը, պատերազմի վտանգը, Արևմտյան Ադրբեջանի հայեցակարգը եւ ճակատագրական կանխատեսումները։ Այս բացառիկ հարցազրույցում են հյուրս Աստղաբանն եւ հոկեբան Գայանե Սարգսյանն է, նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Կարող է այսպես տեղային պայթյուններ լինեն, հա։ Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ տեսնում եք։ Որոշ չափով բարդ է Նիկոլ Փաշինյանի քարտեզը։ Եվ ամենակարևորը, Հայաստանում այսօր ինչպիսի էներգիա է հասել։ Յուպիտերը առողջի կենդանակերպ է մտնում։ Եթե նախորդ 1 տարին Յուպիտերը խեց գետնում էր, մենք տեսանք եւ գերիների վերադարձ։ Հիմա Ալիևը կոնկրետ ասում է Հայաստանի, որ սահմանադրությունը փոխի։ Եթե Հայաստանը սահմանադրությունը չփոխի, հստակ հարց ունեմ ձեզ, Ալիևը նոր ճնշումների գնալու է։ Ճնշումների գնալու է, բայց պատերազմի տեսքով։ Ոչ։ Ով է կանգնացնելու Ալիևին։ ԱՄՆ։ Այսինքն Ալիևը իր պլաններով հոդս է ցնդելու։ Մինչև օգոստոսի 8-ից 10-ը ակտուալ է, 10-ից հետո արդեն մարտը, որ վերջնականապես խեցգետնի կենդանակերպում կլինի այդ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Ալեք։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ եկաք հյուր, սիրելի Գայանե։ Ես միշտ սիրով եմ ներկայացնում աստղաբանական կանխատեսումները։ Պարզ է արդեն։ Ալիևը Հայաստանի դեմ հոգեբանական պատերազմ է սկսել։ Որ Ալիևի մտադրություններն նայենք, ոչ միայն հոգեբանական, նաև իրական պատերազմ կցանկանա սկսել։ Իսկ ինչ նպաստող հանգամանքներ կան դրան։ Նպաստող հանգամանքները արդեն իսկ թուլանում են։ Օգոստոսի 10-ից այդ ընթացքը մոլորակային դիրքերի կարող է թուլանալ եւ մենք երբի կանցնենք բնականon կյանքի։ Ալիևը ամեն ինչ անում է, որպեսզի հայ հասարակությունը մշտապես գտնվի վախի, սարսափի, ահուսարսափի մեջ։ Անդադար ճնշումներ, սպառնալիքներ։ Սա ինչ ընթացք է ստանալու առաջիկա ամիսներին։ Օգոստոսի 10-ից հետո նրա ռետորաբանությունը կամաց կթուլանա, հարձակողական իր նկրտումները, իր ապագայի հետ կապված Արևմտյան Հայաստան այդ խոսութը, այդ բովանդակությամբ նրա խոսակցությունները կամաց կանցնեն պատմության գիրկը։ Այսինքն Ալիևը իր պլաններով հոդս է ցնդելու։ Չէ, հոդս չի ցնդելու։ Բա ինչ է նշանակում կանցնի պատմության գիրկը։ Կամաց այդ մոլորակային դիրքերը կթուլանան, հարգելի արեք, Մարսը երկորակից կանցնի խեցգետին, մինչ օգոստոսի 10-ը դեռևս ակտիվ են լինելու, հնարավոր է ճնշումներ լինեն։ Նախորդ հաղորդման ընթացքում ասել եմ, չէ, որ Մարսը երկորակում է, իսկ մեր գործող վարչապետի կենդանակերպը ծննդյան երկորյակն է, նաև Դոնալդ Թրամփի ծննդյան, այդ երկուսը միևնույն կենդանակերպի ազդեցության տակ են ծնվել։ Մարս երկորյակում որոշակի պարտադրանքներ կարող է լինել կամ կոնֆլիկտային իրավիճակներ։ Երկորյակը դա միջպետական ճանապարհներն են, միջանցքներն են, ճանապարհն է, հա, տարբեր դրանք երթուղիներն են, որոշակի տհաճ խոսակցություններ կարող են լինել։ Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ տեսնում եք։ Որոշ չափով բարդ է Նիկոլ Փաշինյանի քարտեզը։ Այդքան բարդ չի, ինչ ես նախորդ տարիներին էի ասում, Մարսը երկորյակում է, շարունակում է կոնֆլիկտային իրավիճակները, խոսակցությունները։ Նաև այս ընթացքում Յուպիտերը արդեն անցել է ի վերջո խեցգետնի կենդանակերպից անցավ առյուծի կենդանակերպ, 1 տարի այդտեղ է լինելու, դրա մասին հանգամանորեն կխոսենք հաղորդման վերջին կանխատեսումներում։ Այս ժամանակահատվածում այդ գեոպոլիտիկ, հա, ինչպես ասեմ, համաշխարհային այդ խաղացողների շրջանակներն որոշ չափով հնարավոր է լարվածությունի չնայած ասել են, որ նրանց քարտեզները բավականին բարեհամբույր են, բարեհունչ են, բարենպաստ են իրար հետ, որոշ չափով փոփոխություններ կարող են լինել եւ ընդհանուր այդ ճանապարհային քարտեզի հետ կապված լարումներ կարող են սպասվել եւ այնտեղ Ուկրաինայի տարածքում եւ նաեւ մեր տարածաշրջանում, բայց շատ հավանական է, որ այդ ամենը վերջանա ուղղակի
ծանր եւ բարդ խոսակցություններով։ Ասում եք, որ Փաշինյանի քարտեզը բարդ է։ Բարդացելով ինչ նկատի ունեք։ Սպառնալիքների արժև է Փաշինյանը, նոր ճնշում է Փաշինյանի վրա, ինչ է սա։ Դե մենք գիտենք, որ Մարս մոլորակը ինքը կոնֆլիկտայնության մոլորակն է, խոյի ղեկավարն է, երկվորյակում խոսք, ձեռքեր, նաև այնտեղ ճանապարհներ, կոնֆլիկտային իրավիճակ, ընդհանրապես այդպիսի դիրքավորումների ժամանակ շատանում են աղետալի այդ իրավիճակները, դրանք կարող են լինել ճանապարհատրանսպորտային պատահարներ, դրանք մահվան ելքով են լինում, բարդ մոլորակային դիրքեր կան, բայց 24 թվականի նման չէր, հիշում եք, չէ, որ 24 թվականին նաև ձեր հարթակում ասեցի, որ Դոնալդ Թրամփի քարտեզը լարված է եւ մահափորձ է սպասում։ Այն ժամանակահատվածում Սատուրնը գտնվում էր ձկների կենդանակերպում, Մարսը երկորյակի կենդանակերպում եւ Մարս-Սատուրն այդ երկու աստղաբանության մեջ նրանց բարդ դիրքերի ձևավորման արդյունքում մենք միշտ ասում ենք այդ երկու չարագործները։ Տվյալ դեպքում Սատուրնը արդեն իսկ հոյի կենդանակերպում է, նա նույնիսկ մեկ այլ այսպես հարթությունից հնարավոր է, որ օգնի կայուն հարաբերություններ եւ կայուն խոսակցությունները կամ այդ բանակցությունները գնան դեպի կայունացման։ Կարելի է եզրակացնել, որ այս չարագործության շեմին ենք կամ եզրին ենք։ Չէ, ավելի բարդ արեք, հարգելի արեք, այդ ժամանակահատվածը մարտի 2-ից մինչև ապրիլի 20-ն էր։ Հիմա մի փոքր էլ արդեն դիմանանք օգոստոսի 10-ից հետո Մարսը արդեն վերջնականապես խեցգետնի կենդանակերպ մուտք կգործի, չնայած խեցգետին էլ ընտանիք, հայրենիք, օջախ, կոնֆլիկտները արդեն կսկսեն այդ դաշտում, բայց համենայն դեպս այդ կոնֆլիկտային իրավիճակը բարդ փոխհարաբերությունները ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև իդեմս ղեկավարներ կամաց կարող է շատ հավանական է, որ ոչ իրար հետ չունենան խնդիրներ այդ երկու ղեկավարները Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Թրամփը համատեղ կոնֆլիկտ ունենան ինչ որ մեկի հետ։ Դա կարող է լինել Ադրբեջանը։ Ադրբեջանը չէ, ավելի շատ ըստ կենդանակերպերի ասեմ, նրանց հետ ովքեր մոլորակներ ունեն աղեղնավորներում, կույսում եւ ձկներում։ Ձկներում ասել եմ, որ Մարսը երկորյակի կենդանակերպ մտնի, նախորդ հաղորդման շրջանակներում էր, Իրանի քարտեզում Մարսը ձկների կենդանակերպում է եւ դա տալիս է եւ նաեւ Սատուրնը կույսի կենդանակերպում Իրանի քարտեզում դա որոշ չափով այդ միջանցքի ճանապարհի հետ կապված որոշակի բարդություններ կարող են լինել։ Ասում են, որ Ալիևը խաղաղության անվան տակ նոր պատերազմի դուռ է բացում եւ մենք տեղյակ չենք։ Չէ, այդպիսի բան չէ, խաղաղության անվան տակ հնարավոր է որոշի ինչ որ նոր տեղանքներ, նոր այդպես ձեռքբերումներ ունենալ, բայց բացեբաց պատերազմը կարծում եմ, որ մոտակա 1-2 տարին դեռևս հետաձգված է։ Ասում են նաև, որ Ալիևը սպասում է Հայաստանի ներսում նոր ճգնաժամի, որպեսզի ուժեղացնի ճնշումը։ Հայաստանի ներսում նոր ճգնաժամ սպասվում է եւ դրանից Ալիևը կուժեղացնի ճնշումը, թե ոչ, ինչ եք տեսնում։ Տեսեք, ճգնաժամային իրավիճակը այդ օրերը հենց հունիսի 15-ն էր, ես ձեր հարթակում եմ ասել այդ մասին, հենց այդ ժամանակահատվածում էր, որ Ադրբեջանից պատվիրակություն եկավ այստեղ Հաջիևներ, իր հետ, այդ ժամանակահատվածը բարդ էր, բայց կամաց հարցերը գնում են դեպի լուծման այդ ուղղությամբ։ Աստղերը ինչ են ցույց տալիս Հայաստանը այսօր ինչպիսի դիրքերի մեջ է եւ այդ դիրքերը որքանով են մնայուն եւ թշնամու կողմից որքանով են խոցելի։ Տեսեք, Հայաստանի դիրքերը, եթե մենք դիտարկում ենք ղեկավարի դիրքերը, որտեղ նա հանդիսանում է տվյալ երկրի գլուխը, նրա քարտեզը ասել է նախորդ հաղորդումը, չէ, դրանից մեկ հաղորդում առաջ, որ հուլիսի 4, 11, 17 բացառապես բարդ են Նիկոլ Փաշինյանի համար, այդ օրերը արդեն անցել են, այդ բարդությունները կամաց թույլանում, բայց մինչև օգոստոսի 8-ից 10-ը ակտուալ է, 10-ից հետո արդեն Մարսը, որ վերջնականապես խեցգետնի կենդանակերպում կլինի, այդ բարդ իրավիճակներ կթույլանան։
Փաշինյանի վրա դրսից ճնշումներ լինելու են։ Ես այդ է ասում էլի, որ շատ հավանական է ոչ թե իր եւ Դոնալդ Թրամփի միջև չլինի այդ տարաձայնություն, շատ հավանական է, որ երկուսը հայտնվեն մի այդպես հարթակում եւ նրանք լարված կոնֆրոնտացիայի մեջ լինեն։ Տեսեք, երկվորյակը Դոնալդ Թրամփն է, օրինակ աղեղնավորը Էմանուել Մակրոնն է։ Այդ շատ հնարավորություն է, որ որոշ չափով հարաբերություններ լարվեն Ֆրանսիայի հետ։ Այդքան լարված չեն լինի, որքան այստեղ շահերի բախում կարող է լինել, եւ Հայաստանը ստիպված ավելի շատ հավակնություններ տա ԱՄՆ-ի կողմը, դա կարող է լինել։ Ասում են քաղաքագետները եւ ելուցաբանները, որ խաղաղության գործընթացը կարող է վերածվել Հայաստանի համար ծանր զիջումների։ Ծանր զիջումներ Հայաստանի համար տեսնում եք։ Քանի որ ընտրությունները այնպես են ընթացել, որ Նիկոլ Փաշինյանը չունի չէ սահմանադրական մեծամասնություն եւ սահմանադրությունը փոխելու համար կրկին պետք է դիմեն ժողովրդին, հա, այսպես ասեմ, քանի որ Ուրանը երկորյակում է, երկորյակը դա գրված այդ տողերն են, այն ամենը, ինչը հրապարակված է, բառացի ասեմ, չէ, ժողովրդի ազատ կամքը ճնշել չի լինի, Ուրանը չի թողնի ճնշվի։ Այսինքն բախումներ եք տեսնում։ Բախումներ չեմ տեսնում, բայց սահմանադրության փոփոխման համար պետք է ժողովուրդը չեն գնա դրան։ Հաստատ եմ ասում։ Իսկ դա ճիշտ քայլ է թե սխալ քայլ է։ Դեպքերը մենք այդ ամենը դիտարկում ենք աստղաբանության կողմից, Ուրանը ազատության մոլորակն է, դեմոկրատիայի մոլորակն է, ճիշտ այն առումով ժողովուրդը ազատ կամ արտահայտման այդպես հնարավորություն կունենա եւ նա կգնա դեպի ազատություն։ Եվ նրա ձգտումները դեպի Եվրոպա, դեպի Եվրամիություն ավելի հստակ կլինի եւ մենք հնարավորություն ունենանք մոտակա 2-3 տարում կամած մոտենալու այդ Եվրամիության այդ սահմաններին։ Ըստ աստղաբանական տեսանկյունի Ալիևը հնարավոր է գնա վտանգավոր ռիսկի եւ այսպես ասած արկածախնդրության, չգիտակցելով կամ պարտադրված։ Չեմ կարծում Մարսը երկորյակում կարող է այսպես տեղային պայթյուններ լինեն, հա, կարճ, բայց քանի որ Մարսը չունի այսպես հստակ օգնող մոլորակային դիրքեր, պետք է այդտեղ էներգիաները լարվեն, իսկ Սատուրնը խոյում չէ։ Ադրբեջանում տիրող իրավիճակը ինչ հանգուցալուծման է հասնելու, ներքին բախումներ, ռեժիմի դեմ բողոքներ, լարվածություններ, աղքատություն, Ալիևի ռեժիմը որքանով է ճոճվում։ Մինչև սեպտեմբերի օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-25-ը որոշ չափով այնտեղ լարումներ կարող են լինել սեպտեմբերի կեսերից հետո, որտեղ Մարսը խեցգետնում է լինելու այդ ժամանակահատվածում եւ նրա մոտ լուսինը գտնում է խեցգետնի վերջ եւ առյուծի սկիզբ, այդտեղ ներքաղաքական հնարավոր է ճնշումներ ընթանան, բայց քանի որ այնտեղ տեղեկատվությունը բաց չէ, ավտորիտար կառավարման այդ մեթոդները եւ միջոցներն են գործում, չէ, եթե լինեի, մենք հնարավոր է այդ ամենը չտեսնենք, որտեղ ճնշումների արդյունքում հնարավոր է կրկին ժողովուրդը եւ Ադրբեջանը այդ ազգը խաղաղվի, չեն կարող խեցգետնը ժողովուրդ հայրենիք, Մարսը, դրանք այն անձիկ են, այն ուժերն են, որոնք կրում են զենք, զրահ, չէ։ Թուրքիան Ալիևին զսպում է, թե խրախուսում է այսօր։ Թուրքիան ներքուստ խրախուսում է, բայց մենք հասկացանք, որ Իրանի դեմ պատերազմում Թուրքիան ավելի լոյալ էր, չէ, եւ նա իր դիրքերը պահեց։ Ներքուստ նրանք ունեն բարեդրացիական հարաբերություններ, բայց Թուրքիայի վիճակն էլ այդքան հաջող չի։ Եվ այն տարիներին 2 տարի առաջ 24 թվականի երկրաշարժը, ասում են, որ դա տեխնացին երկրաշարժ էր, որ այդ ֆինանսական խնդիրները ուղղակի Թուրքիային առիթ չեն տալիս, որպեսզի նա ներգրավի ավելի մեծ այդ ինտրիգների մեջ։ Այդ իսկ պատճառով Թուրքիան ավելի շատ ոգևորված է, քանի որ այն կարիճ է Թուրքիայի քարտեզը եւ Յուպիտերը խեցգետնի կենթանակերպում էր 1 տարի արդեն, ասեցի հունիսի 30-ից այն տեղափոխվել է արդեն առողջի կենթանակերպ եւ 1 տարի այստեղ է լինելու
Թուրքիան այս 1 տարի զբաղված էր առողջացմամբ եւ հարցադրումն է եւ ձեզ մոտ է եղել եւ այլ ալեքներում հարցեցին Թուրքիան ինչ վիճակում է գտնում, ասացի ցավոք Թուրքիան առողջացման այդ շրջափուլում է, նա Յուպիտերը խեցգետնում ենթակառուցվածքները բավականին ամրացրեց։ Թուրքիան այս 1 տարին զբաղված է իր երկրի գոնե բարգավաճմամբ եւ տուրիստական այդ սեզոնում նա չի ցանկանա կոնֆլիկտների մեջ մտնել։ Շատ լավ գիտենք ու դրա մասին բարձրաձայն խոսվում է, Ալիևն էլ հոխորտում է, որ երազում են ու նպատակ ունեն ստեղծելու մեծ Ադրբեջան։ Մեծ Ադրբեջան ստեղծելու համար Սյունիքը, այսպես ասած, Ալիևի կոկորդին է, դրա համար իրենց եզրույթով ասեմ, որը այսպես ասած Զանգեզուրի միջանցքի հարց։ Զանգեզուրի միջանցքի հարց բարձրացվելու է նորից։ Չէ, այդ ամենը ավելի շատ մնում է Հայաստան եւ ԱՄՆ այդ հարաբերությունների եւ այդ հարթության շրջանակներում, չէ։ Իսկ Իրանը նման հնարավոր բախման դեպքում ինչպիսի դիրք է գրավելու, արդեն քանի որ այդ պատերազմում նրանք ասում են, որ հաղթող են։ Հիմա նրանք ինչպիսի թույլտվություն եւ ինչպիսի հանդուրժողականություն կցուցաբերեն Սյունիքի հարցով, երբ Ադրբեջանը ինչ որ արկածախնդրության գնա։ Ես կարծում եմ, որ արկածախնդրությունը տեղ չի գտնի եւ հետեւյալ երկու երկրներն են եւ Ադրբեջանը եւ Իրանը, նրանք չեն ցանկանում ներգրավել մեծ բախումների այդ մտնեն այդ բախումների հորձանուտ, ինձ թվում է, որ չի լինելու եւ Իրանը դեռևս մտածում է իր երկրի բարգավաճման եւ կայունացման եւ նաեւ առողջացման մասին։ Չի լինի խնդիրներ, հարգելի Արեգ, մոտակա 2 տարին չեմ կարծում։ Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն է պաշտպանում, թե առաջնորդվում է սեփական շահերով։ Եվ նա։ Երկուսն է կա։ Այո, երկուսն էլ կա։ Մենք նախորդ հաղորդման ժամանակ խոսել ենք, չէ, որ աշխարհաքաղաքական այդ մեծ խաղացողները դրանք բոլորն էլ գտնվում են օդի ազդեցության տակ, նրանք ծնված են օդի ազդեցության տակ, ինքը բերում է կայունություն, անկայունություն, օդը անկայուն է, երկվորյակ անկայուն է, բայց քանի որ մոլորակային դիրքավորումները նրանք դրական են, ասում եմ, անցած անգամ ասացի ձեռքի բռնած մեծ եռանկյունի դիրքավորում է ձևավորվում մոտակա 2 տարին դեռևս հնարավոր է կառուցողական այդ ճանապարհներով ընթանան։ Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով փորձում է իր նվաճողական քաղաքականությունը իրենց քաղաքացիների վերադարձի հարցն է քննարկում, որ պետք է վերադառնան իրենց հայրենիք, որը Հայաստանն է, իրենց պատմական հայրենիք, չեք կարծում, որ կարող է այդ վերադարձի թեման Ալիև օգտագործել Հայաստանի վրա նոր ճնշում գործադրելու համար։ Տեսեք, այստեղ հիբրիդային պատերազմ է ընթանում Ուրանը երկվորյակում, Պլուտոնը ջրհոսում, ջրհոսը դա համացանցն է, երկվորյակը տեղեկատվությունն է, նրանք երևի թե հիբրիդային պատերազմի շրջանակներում կփորձեն փոխել Հայաստան-Ադրբեջանը եւ մեր տարածաշրջանի հետ կապված կարծիքները եւ շատ տեղին է եւ կարեւոր է, եթե մեր հետևորդները, հայրենակիցները այն անձինք, որոնք այդ հարթակներում մեծ հնարավորություններ ունեն, ուղղակի Հայաստանի դիրքերը կարողանան պահել, երբ որ Google-ում գրում էին, այն ժամանակ գրում էին Հայաստան, Հայաստանի մասին տեղեկատվությունը կարծեմ 2 դարվա մեր թվարկությունից առաջ, թե մեր թվարկության այդ շրջանակներում տալիս են Հայաստանը այս երկիրն է, այստեղ է գտնվում եւ այլն։ Ադրբեջանի մասին տեղեկատվությունը բավականին քիչ էր 1800-ական թվականներից, բայց նրանք փորձում են փոխել համացանցում իրողություններ, իրադարձությունների ընթացքներ, նրանք հնարավոր է աղավաղեն տեղեկատվությունը, այո, խեղաթյուրում պատմությունը, տեղեկատվությունը եւ մոտակա 2 տարի նրանք հիբրիդային պատերազմի միջոցով կփորձեն այդ ամենը առաջ տալ եւ իրենց նարատիվները եւ իրենց իղձերը երազանքները այդ առումով իրականացնեն գոնե այդ հարթակում։ Ադրբեջանը ամեն ինչ անում է եւ փորձում է փոխել պատմական փաստերը, փորձում է փոխել պատմական ընկալումները, հետագայում քաղաքական, այսպես ասած, պահանջները իր ամրապնդելու համար։ Ի վերջո, ինչի է բախվելու իրականությունը խեղաթյուրելու համար Ալիևը։
Դե ինչի է բախվելու, նա երևի մշակված պլան ունի, այդ պլանով առաջ են գնում եւ օգտագործելով իրենց նավթից ստացված գումարները, նրանք կարողանում են համաշխարհային հարթակներում, համացանցում առաջընթաց գրանցել եւ լավ կլինի, որ նաև մեր երկիրը, մեր հայրենակիցները այն անձինք, որտեղ արտաքին գործերի նախարարությունն է, այդ գերատեսչությունները ուղղակի աշխատանք տանեն, որպեսզի մենք մեր հայի այդ սկզբունքայնությունը, մեր ծագման այդ ամբողջ ճշմարտությունը կարողանանք պահել, պահպանել, որպեսզի մենք չկորցնենք մեր ինքնությունը։ Մեր ինքնության հետ, մեր ծագման, մեր արժե համակարգի, այն ինչը հայ է մեզ պահում, այդ ամենը պետք է կարողանանք պահել եւ չլուծվենք, չձուլվենք։ Եթե Ալիևը չստանա իր ուզածը, նոր ռազմական ագրեսիա կիրականացնի։ Դեռևս 2 տարի ոչ, արեք, Ուրանը երկորյակում, Պլուտոնը ջրհոսում, նա փորձելու է այս միջոցներով գնալ առաջ։ Սահմանային սրացումներ չի լինելու։ Մինչև օգոստոսի 10-ը։ Դրանից հետո, նա էլ ասում տեղային կարող լինեն։ Օրինակ շատ հավանական է, որ դիվերսիոն խմբավորումներ ուղղակի գան, նրանք ավելի շատ կարող լինեն հետախուզական, շատ հավանական է, որ հանդիպումներ թեթև բախումներ լինեն, դա կարող է լինել։ Ալիևը խաղում է ժամանակի վրա, թե շտապում է իր ծրագրերը կյանքի կոչել այսօր։ Խաղում է ժամանակի վրա, դիվիդենտներ է շահում մոտակա 1-2 տարում։ Խաղում է։ Դրա համար է հետաձգում խաղաղության պայմանագրի կնքումը։ Այո, ուրեմն պայմանները դե սահմանադրության փոփոխման հարցն է, որը այս պահին դժվարությունների առաջ է կանգնած, ասում եմ, որ հաջողորդը ուղղակի շատ հավանական է, որ չգնա։ Նորից եմ ասում, ինչու, որտեղ Ուրանը երկորյակում է, իսկ Ուրանը դա հեղափոխություն է, դա երկորյակ փաստաթուղթ, թուղթ, սահմանադրություն, ժողովուրդը գնալու է բացարձակ իր ապագայի հանդեպ հստակ քայլերով։ Նա իր հայ ազգը իր ապագան եւ այստեղ ապրելու այդ կամքը իրավունքը չի տալու մեկ այլուի։ Չենք տալու։ Չենք տալու, չէ, հաստատ։ Ալիևը ինչ էլ անի, հաջողության չի հասնելու։ Դե եթե պարտադրանքներ չլինեն, պարտադրանքներ մինչև օգոստոսի 10-ը։ Սուր խոսակցություններ կարող են լինել, Ինչու հենց օգոստոսի 10-ը։ Որտեղ մարսը մինչև օգոստոսի 10-ն է երկու։ Հենց այդ օրերին էր, որ անցյալ տարի Ադրբեջանի ղեկավարը, Հայաստանի ղեկավարը հանդիպեցին Վաշինգտոնում եւ այսպես ասած ձեռնամուխ եղան խաղաղության հաստատման։ Գրեթե 1 տարի է անցել։ Բայց նրանք նահանջող Մերկուրի ժամանակ են կատարել այդ ամեն, դրա համար մինչև հիմա այդ խաղաղության պայմանագիրը կյանքի չի կոչվել։ Նահանջում է։ Այո, Մերկուրին հիմա էլ արդեն նահանջող Մերկուրին ամսի 23-ից արդեն կուղվի, Մերկուրին հետընթաց ընթացքով է ընթանում, կուղվի, եթե այս ընթացքում կրկին պայմանավորվածություններ լինեն, դրանք կյանքի կոչելու դժվարություններ կունենան։ Այսինքն դուք կարծում եք, որ մոտակա ժամանակներս խաղաղության պայմանագիր միևնույն է չի կնքվելու։ Դժվարություններ կլինեն ու դրա վրա աշխատում են։ Այստեղ Յուպիտերը առողջում է արդեն 1 տարի այստեղ է լինելու, հնարավոր է գերտերությունները հստակ արդեն դիրքավորվեն, իրենց շահերից ելնելով պարտադրանքներ չէ, բայց կփորձեն այդ գերտերությունների դեմս ԱՄՆ-ի որոշակի շահեկան դիրքերում լինել։ Մոտակա 2 տարին այս տարածաշրջանում ԱՄՆ-ի դերակատարումը դեռևս մեծանում է, բայց այնպես չի, քանի որ Ռուսաստանի նախագահը նա ըստ իր ծննդյան կենդանակերպի կշեռք է, նա չի խանգարի։ Իսկ ինչով է պայմանավորված, որ ադրբեջանական մամուլում Փաշինյանի հաղթանակը ներկայացնում են ոչ թե որպես Հայաստանի ներքին ընտրություն, այլ որպես խաղաղության պայմանագրի հնարավորություն Բաքվի համար։ Դե ըստ նրանց, եթե մնացած ուժերը հաղթեին, շատ հավանական էր, որ ասեմ, որ այն ուժերը, որոնք ներգրաված են եւ կոալիցիոն այդ կառավարման հետքերով են գնում, իրենք ավելի ռուսամետ են։
իսկ գործող վարչապետը, չնայած ես կարծում եմ, որ նա երկու ուղղություններով էլ ակտիվ աշխատանք է տանում, քանի որ երկվորյակ է եւ Ռուսաստան եւ ԱՄՆ ակտիվ շփումների, ակտիվ համագործակցային այդ շփումների արդյունքում մի բան հնարավոր է որ լուծվի։ Համենայն դեպս խնդիրը կոնֆլիկտի չի վերածվի, հարգելի Արեգ։ Կոնֆլիկտ կարող է լինել 2 տարուց։ Իսկ տեսնում եք, որ Հայաստանում սահմանադրություն փոխվի հենց պարտադրանքով ու հենց Ամերիկայի պարտադրանքով։ Ամերիկան ախր չի կարող է հայ ժողովրդի կամքի վրա ազդի։ Եթե պետք է գնան ընտրության, հայ ժողովուրդը հաստատ չի գնալու դրան։ Կրկին շեմը չի կարողանալու հաղթահարել։ Այսինքն սահմանադրության հարցը դուք միանշանակ ասում եք, որ չի փոխվելու։ Այո, միանշանակ ըստ մոլորակային դիրքերի հայ ազգը ազատ կամքի արտահայտման այդ արդյունքում նա չի գնալ։ Նա իր գլուխը չի դնելու թշնամու զենքի տակ։ Կարող է հայը այդ իր ըմբռնումները եւ ընկալումները ի վերջո շատ հպարտորեն ցույց տալ։ Ով։ Հայը։ Այո, անպայման, այդ հարցում հայերը, եթե ինչ որ խախտումներ չլինեն, եւ ես կարծում եմ, որ չի լինի եւ ժողովուրդը իր կամքը ցույց կտա։ Միանշանակ դա։ Ալիևը նաեւ մտադրված է ինչ-ինչ փոփոխություններով եւ տարատեսակ մանիպուլյացիաներով Հայաստանը ենթարկել Ռուսաստանի եւ Ամերիկայի հնարավոր, այսպես ասած, թելադրանքին։ Այսինքն Ալիևը 2 խաղ է խաղում։ Գնում է Վաշինգտոն Թրամփի հետ մեկ այլ տեսանկյունից են դիտարկում տվյալ հարցերը եւ Պուտինի հետ մեկ այլ տեսանկյունից է դիտարկում։ Ալիևը երկակի խաղ է խաղում։ Երկակի խաղ կարող է խաղալ, բայց այս պահին նրա շահերը համընկնում են ԱՄՆ-ի հետ, իսկ ԱՄՆ-ը այս պահին շահեկան դիրքերում է գտնում։ Չնայած երկու պետություններն էլ պատերազմող պետություններ են, եւ ԱՄՆ-ը եւ այնտեղ Ռուսաստանը, բայց չէ։ Մոտակա 2 տարին առնվազն, ասում եմ, Ուրանը երկորյակում է, Պլուտոնը ջրհոսում 2 տարի դեռևս շատ 2-3 ամենա, մինչև 28 թվական դեռևս փոխշահավետ համագործակցություն կընթանա եւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի եւ նաեւ Ռուսաստանի միջև մեծ եռանկյունի։ Հիմա Ալիևը կոնկրետ ասում է Հայաստանի, որ սահմանադրությունը փոխի։ Եթե Հայաստանը սահմանադրությունը չփոխի, հստակ հարցնում եմ ձեզ, Ալիևը նոր ճնշումների գնալու է։ Ճնշումների գնալու է, բայց պատերազմի տեսքով։ Ոչ։ Ով է կանգնացնելու Ալիևին։ ԱՄՆ։ Մոտակա 2-3 տարին ԱՄՆ Հայաստան շատ կառուցողական մոլորակային դիրքեր են գործում։ Իսկ ինչու է ադրբեջանական մամուլում շրջանառվում այն տեսությունը, որ Փաշինյանի հաղթանակը ներկայացում է որպես հնարավորություն, ոչ թե վտանգ։ Դե հնարավորություն, որտեղ արդեն իսկ պայմանագիրը նախնական փուլից, այդ սաղմնային փուլից անցնում է կատարման փուլի դրա համար։ Հայաստանը այսօր ինչպիսի հոգեվիճակում է։ Հայաստանը ժողովուրդը կամաց հանգստանում է այդ ներքաղաքական, նախընտրական այդ եղբայրից։ Այո, հանգստանում է։ Ես ձեզ ասեմ, որ ընտրությունների օրերին եւ նաեւ դրանից հետո, երբ որ ես տարբեր լրատվական, տեղեկատվական հարթակներ էի գնում, ասեմ, որ լրագրողները բավականին լարված էին։ Ընտրություններից 4-5 օր հետո բոլորը շոկային վիճակում էին։ Մեր հայրենակիցները բարեկամների շրջանակներում թեժ քննարկումներ գնում, տան անդամներ տարբեր քաղաքական հայացքներ ունեն, երևի բոլորի տաներ, չէ՞, այդպես։ Շատ բարդ էր, կամաց կարծես ուշքի են գալիս։ Եվ ամենակարևորը, Հայաստանում այսօր ինչպիսի էներգիա է հասել։ Յուպիտերը առողջի կենթանակերպ է մտնում։ Եթե նախորդ 1 տարին Յուպիտերը խեցգետնում էր, մենք տեսանք եւ գերիների վերադարձ։ Եթե միջև հունիսի 30-ը չլինի, բայց արդեն 2 անգամ եւ գերիները վերադարձան, չէ, չնայած իրենք ասում են, որ պատանդներ են, գերիներ չեն եւ նաեւ մեր հայրենակիցներ 10 քանի հոգի Արցախից ետ վերադարձան։ Այո, երկուսն էլ ետ վերադարձան։ Հիմա Յուպիտերը առողջի կենթանակերպ է մտնում, տեսնենք հնարավոր կլինի, որ արդեն այնտեղ
ղեկավար կազմի հետ կապված որոշակի փոփոխություններ հուսանք, որ այդ բանակցությունները, որոնք ընթանում են, նաև կվերաբերի մեր հայրենակիցներին այն 4 ղեկավարները, չէ, եւ մնացած այլ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք գտնվում են Ադրբեջան, նրանց մասով էլ հնարավոր է դրական փոփոխություններ լինեն, բայց այստեղ արդեն ավելի մեծ ճնշումներ եւ նաև մեծ խաղացողներ պետք է խառնվեն։ Դրական լույս եք տեսնում Հայաստանում։ Այո։ Եվ Սիրելի Գայանի, ժամանակն է, որպեսզի անդրադառնանք կենթանակերպի նշաններին եւ տեղեկացնենք մեր հետևորդներին նրանք ինչ անեն, ինչից զգուշանան, ինչ քայլեր ձեռնարկեն եւ հատկապես որ գործողություններից հեռու մնան։ Համեցեք։ Մեծ սիրով ամեն անգամ ներկայացնում եմ եւ միշտ ասում եմ, որ աստղաբանությունը դա գուշակություն չի, իսկ ովքեր որ այստեղ եկել են դիտելու, լսելու գուշակություններ, դուք սխալ արիք եք մտել կամ սխալ տեղեկատվություն ունեք, կանխատեսումներ ենք ներկայացնում, որպեսզի օգնենք մեր հայրենակիցներին ճիշտ կազմակերպել իրենց ապագա գործերը։ 1 տարով Յուպիտերի մասին եմ խոսելու։ Համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, ի վերջո Յուպիտերը հունիսի 30-ից 2026 թվականի տեղափոխվում է առյուծի կենթանակերպ մինչև 2027 թվականի հուլիսի 25-ը։ Եթե նախեցգետնում էր, տալիս էր բարեբերություն, ընտանիքներում այսպես բերքառատ տարի էր, ասեմ։ Արդեն իսկ Յուպիտերը անցնում է առյուծի կենթանակերպ։ Առյուծը դա երեխաներն են, սերն է։ Առյուծը դա արքայավայել կյանքն է։ Նրանք ովքեր առյուծներ են, ձեր կյանք կարող է լիություն լինել։ Եթե երեխա չունեք, Յուպիտերը ինչ է մեծացնում է, մեծ բարեգործ, ում է մեծացնում առյուծներին։ Սիրելի առյուծներ եւ սիրելի ջրհոսներ, ձեր համար բեկումնային տարի է։ Խնդիրները արդեն անցել են հուլիսի 2-3-ի կողմերում, եթե խնդիրներ եք ունեցել։ Գլոբալ մեծ հարցեր կարող եք դնել եւ այդ հարցերը կարող են լուծվել։ Սիրելի առյուծներ, ձեր անվան հետ, ձեր սոցիալական դիրքի հետ, ձեր իսկ կյանքի հետ մեծ փոփոխություններ կարող են լինել։ Հնարավոր է, որ դուք այդ 12 տարի առաջ այդ վաղեմի պլանները, նպատակները արդեն իսկ իրականանան։ Գնում է մասշտաբավորում, նրանք ովքեր բիզնեսներ ունեն, հնարավոր է կարողանաք ձեր բիզնեսի մասշտաբը մի քանի անգամ մեծացնել։ Թանկարժեք իրեր, թանկարժեք նվերներ կարող եք ստանալ սիրելի առյուծներ, նաև կարող եք նվիրել։ Թանկարժեք երեխաներ են ծնվելու սիրելի հետևորդներ, Յուպիտերը առածում թանկարժեք երեխաներ։ Այդ երեխաները հեղինակություն են, սիրելի ջրհոսներ, կհանդիպեք ձեր երկրորդ կեսին, բայց նա կարող է մեծ պահանջներ դնել։ Սովորական մարդկանց շրջանակներից անցնելու եք ավելի այսպես էլիտար շրջանակներ, առյուծը էլիտան է, առյուծը հարստությունն է, առյուծը դա արքայավայել կյանքն է։ Ի վերջո, սիրելի ջրհոսներ, դուք կարողանաք մի քիչ շունչ քաշել, հնարավոր է ձեր գործընկերները, ձեր զուգընկերները, նրանք կարողանան ձեզ օգնել, որպեսզի ձեր կառուցողական հունով ընթանա ձեր կյանքը։ Հնարավոր է ամուսնանաք ձեր իսկ երազանքի ասպետի հետ, եթե կին եք։ Մեծ փոփոխություններ կարող են լինել։ Նրանք, ովքեր 12 տարի առաջ չի ստացվել իրենց անձնականը դասավորեն, սիրելի առյուծներ, սիրելի ջրհոսներ, սիրելի առյուծներ, դուք ձեր իսկ այսպես կամքով, ձեր իսկ նախաձեռնությամբ ձեր անձնականը, ձեր կյանքը կարող եք փոխել։ Սիրելի ջրհոսներ, սիրելի ազատություն սիրող մարդիկ, ձեր կյանքի որակը փոխվելու է։ Եվ եթե նորից եմ ասում 12 տարի առաջ չեք հասել ձեր նպատակներին, ապա ձեր նպատակները կարող են իրականանալ։ Եվ այս դիրքավորումը ակտուալ է նրանց համար, ովքեր գտնում են 12 տարեկանը, մի քիչ փոքր է, 24, 36, 48, 60 եւ 72 տարեկան արտարիքային շրջափուլերում։ Անցնենք հաջորդ կենթանակերպին կույսերի համար։ Սիրելի կույսեր, ձեր 12-րդ տանը, սիրելի ձկներ, ձեր 6-րդ տունը։ Սիրելի կույսեր, դղյակ եք որոշել կառուցեք, բայց բոլորի աչքերից հեռու։ Հանգստի կարող եք գնալ, կարող եք 1 տարով մեկուսանալ ձեր առանձնատանը, կարող եք ի վերջո սկսել վերանորոգման աշխատանքները ձեր առանձնատանը։
Ձեր սիրային հարաբերությունները կույսեր դժվարությամբ է սիրային հարաբերություններ ստեղծում, բայց ձեր սիրային հարաբերությունները կարող են կամաց արդեն փոխվել, հնարավոր է որոշեք, որ ապրում եք ձեր սիրելի հետ, սիրելի կույսեր։ Նրանք, ովքեր գտնվում են մեկուսացման վայրերում, պայմանների բարելավում կարող է լինել։ Նրանք, ովքեր զբաղվում են հոռեկավորորդի այդ բիզնես գործունեությամբ, կույսերը եւ նաեւ ձկները։ Ձկների էլ 6-րդ տունն է, դե ձկներն էլ գիտեք, որ դրանք հյուրանոցներն են։ Իսկ 12-րդ տունը, սիրելի կույսեր, ձեր դեպքում առողջարաններն են։ Կարող եք ստեղծել ձեր երազանքի բիզնեսը այն լավագույն վայրում եւ լավագույն այդ կառուցման մեթոդները պետք է ունենա։ Դուք կունենաք հաճախորդներ, նաև դա վերաբերվում է ջրհոսներին, հա։ Ջրհոսների դեպքում ձեր հաճախորդները կարող են լինել էլիտար շրջանակներից, հայտնի մարդիկ կարող են լինել։ Իսկ սիրելի կույսեր, ձեր այն անձինք, ովքեր կհյուրընկալվեն ձեզ, նրանք էլ կարող են լինել հենց այդ շրջանակներից, պրոդյուսերներ կլինեն, հայտնի մարդիկ կլինեն, քաղաքական գործիչներ։ Ի վերջո կստեղծեք ձեր դղյակը, ձեր մի անկյունը, բայց այն հետագայում կբերի մեծ շահույթ ձեզ 4-8-12 տարի հետո։ Սիրելի ձկներ, վերանորոգման աշխատանքները ի վերջո կտան արդյունքը եւ դուք կարող եք ձեր աշխատանքից ստանալ այդպես բավականություն։ Առյուծը դա ադամանտն է, հա։ Նրանք, ովքեր այդ ոլորտներում են գործունեություն ծավալում, ոսկու, ադամանդի հետ կապված, յուրահատուկ իրերի, ասում են 6-րդ տունը դա դրանք նաև սպասարկման ոլորտն է, այդտեղ հաջողություններ կունենաք, ներդրումներ կատարեք, տեղին կատարեք այդ ներդրումները եւ 4-8-12 տարի հետո այդ ձեր բիզնեսը հնարավոր է ծաղկել։ Անձնակազմը ընտրեք, անձնակազմ, հա, 6-րդ տունը դա նաև աշխատակիցներն են, ընտրեք ադամանդների, որոնք ադամանդի նման կփայլեն ու կբերեն ձեզ հաջողություն, մանավանդ եթե նրանք առյուծ, խոյ եւ աղեղնավորի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ են։ Ահա։ Սիրելի կշեռքներ, ձեր 11-րդ տանն է։ Սիրելի խոյեր, ձեր 5-րդ տանը։ Սիրելի խոյեր, գիտեք, որ երեխա եք ունենալ, սիրելի խոյեր, անսպասելի կսիրահարվեք, ձեր կյանքի հունը կփոխվի 1 տարով, արդեն իսկ մինչև 27 թվականի հուլիսի 25-ը, սեր առաջին հայացքից կարող է լինել։ Ձեր սիրելիից կարող եք ունենալ երեխաները կարող են զույգեր, եռյակներ լինեն, երկորյակներ կարող են լինել, խոշոր երեխա կծնվի։ Կարող եք ունենալ բիզնես, որը երեխայի նման կսիրեք եւ այն ադամանդի նման կարող է փայլել։ Ձեր սիրելին ձեզ կտա երջանկություն, սիրելի խոյեր եւ նաեւ սիրելի աղեղնավորներ, ձեզ էլ է վերաբերում։ Սիրելի կշեռքներ, ձեր 11-րդ տաններ չէ, ձեր համախոհների շրջանակներից կընտրեք այն ադամանդին, որի հետ կարող եք կապել ձեր կյանքը։ Արհեստական բեղմնավորման ոչ սովորական միջոցներ, քանի որ 11-րդ տունը այդ տունն է, կարող եք ունենալ երեխաներ։ Ձեր պլանները, ձեր ապագայի հետ, երեխաների հետ, սիրո հետ կապված, բիզնեսի հետ կապված պլանները կարող են մեծ արդյունքներ տալ։ Այն ինչ սկսեք հուլիսի 23-ից հետո մանավանդ մեծ հաջողություններ կունենա 4-8-12 տարի հետո։ Իսկ նրանք, ովքեր ունեն բիզնեսներ, սիրելի խոյեր, սիրելի կշեռքներ, մասշտաբավորեք, մեծացրեք, մասնաճյուղեր բացեք։ Դուք ադամանդ եք։ Ձեր բիզնեսը, ձեր կյանքը, ձեր երեխան ադամանդի նման կարող է փայլել։ Երեխաները մեծամեծ հաջողություններ կարող են ունենալ, նրանք մեդալներ կարող են շահել։ 5-րդ տունը սպորտն է, նաև 5-րդ տունը, 5-րդ եւ 11-րդ տուն ձեր երեխաների հետ կապված պլանները կարող են մեծ հաջողություններ ունենալ։ Ներդրում անեք ձեր երեխաների վրա։ Նրանց կրթության վրա մի ափսոսեք, լավագույն բուհերը, լավագույն դպրոցները, լավագույն կրթօջախները այնտեղ տարեք նրանց սովորեցնել եւ դուք կտեսնեք արդյունքը 4-8-12 տարի հետո։ Ահա։ Սիրելի կարիճներ, սիրելի ցուլեր։ Կարիճների դեպքում 10-րդ տուն ցուլերի հետ 4-րդ տուն, սիրելի կարիճներ, սոցիալական դիրքի ապահովման հետ կապված, սոցիալական դիրքը բարձրացնելու հետ կապված
որոշակի խնդիրներ կարող են լինել։ Հնարավոր է, որ ձեր այդպես նպատակներ դժվարությամբ իրականացնեք, որովհետև սիմվոլիկ քառակուսի է։ Սիրելի ցուլեր, տան առքուվաճառքի հետ կապված, ծնողների հետ կապված, եթե կարիճների դեպքում հայր ծնողն է, ցուլերի դեպքում մայր ծնողն է, բնակ տարածքն է, բնակավայրն է, որտեղ որ ապրում են։ Կարող է որոշեք ձեր տունը փոխեք, բայց այդ ամենը կատարեք հուլիսի 23-ից հետո։ Մոտակա 1 տարին ակտուալ է լինելու ձեր բնակության վայրի, ձեր ընտանիքի հետ կապված հարցերը։ Կարիճների մանավանդ կարող է հուզել իրենց սոցիալական դիրքի հետ կապված հարցերը, ձեր վարկանիշը դժվարությամբ կարող եք պահել ձերի կարիճներ, մեծ ծախսեր կարող եք անել ձեր երեխաների վրա, ձեր երեխաների սոցիալական դիրքը, նրանց վարկանիշը, նրանց հասարակական դիրքը անպայման ձեր ուշադրության կենտրոնում է լինելու։ Պետք է միշտ, այդպես ասեմ, կուրսի վրա լինեք, հա, բառացի եմ ասում, որպեսզի այս 1 տարին չկորցնեք ձեր վարկանիշը, ձեր հասարակական դիրքը։ Սիրելի ցուլեր, անդադ ցանկանալու եք մեծ ներդրումներ անեք, կներգրավեք այդպես ինչ է, վերանորոգման հետ կապված հարցն է, կցանկանաք տան տարածքը մեծացնել, դժվարություններ կարող են լինել, բայց այդ ամենը հնարավոր է։ Ձեր տանը, սիրելի ցուլեր, շատ բալիկներ կարող են ծնվել, ասում եմ, ցուլերը այնտեղ նաև խոյերը երկուսի դեպքում ընտանիքի բարգավաճման հետ կապված, բրանք տարածքի ընդլայնման հետ կապված ուղղակի պլաններ, այսպես մեծ նշաձող մի վերցրեք, էլի Յուպիտերի առողջում նա ամեն ինչը տանում է դեպի ճոխության։ Համեստություն ցուլը դժվարության բան է այդ պահին, բայց ասում եմ, որ կարող եք գնել, այդ գնումների գործընթացը բարդություններով կարող է ընթանալ կամ գումարների հետ կապված հարցը հնարավոր է դժվարությամբ լուծվի, բայց միևնույն է ձեր կյանքի, ձեր սիրելի բնակարանը կարող եք ձեռ բերել քաղաքի կենտրոնում, մարզ կենտրոնում, լավագույն շրջաններում։ Այդպես վերջին կենթանակերպն է, թե էլի ունենք մենք աղեղնավոր եւ նախավերջին այդ առանցքն է, աղեղնավոր երկվորյակ, աղեղնավորների 9-րդ տուն, երկվորյակների 3-րդ տուն եւ սիմվոլիկ եւ ուղիղ իմաստով սիրելի աղեղնավորներ, դուք կունենաք հաջողություն արտերկրում, բարձրագույն կրթություն հետ կապված, նրանք, ովքեր աշխատում են այն գերատեսչությունները, որոնք կապված են արտերկրի հետ, գնումները, հնարավոր է դրական արդյունք տան, ներգրումները, եթե արտերկրի հետ է կապված ձեր գործը, այն կարող եք ընդլայնել, մասնաճյուղեր, ֆրանչայզինգ, տարբեր իմացեք, որ բիզնեսի մասշտաբավորման ընդլայնելու համար մանավանդ արտերկրում սիրելի աղեղնավորներ եւ մանավանդ բարձրագույն կրթության հետ կապված հարցերում մեծ հաջողություններ կունենաք։ Այս տարի կարող եք ճանապարհորդել ամենաքիչը 3-ից 4 անգամ, մեծ հնարավորություններ ճանապարհորդելուց կարող եք գալ հայրենիք եւ կտեսնեք, որ երեխայի եք սպասում, բալիկների Յուպիտերի առողջում, թվլիկ մեծ ասում են, չէ, ոչ տղա կարող է լինել, այդպես էլ հնարավոր է եւ հնարավոր է գտնեք ձեր սիրուն սիրելի աղեղնավորներ, մեծ պրոյեկտներ արտերկրի հետ կապված, որոնք հաջողությամբ կարող են պսակվել, սիրելի երկվորյակներ, ներսում, հայրենիքի ներսում գործունեություն կարող եք ծավալել, եթե լրատվական, տեղեկատվական հարթակում եք հաջողություններ կունենալ, ձեր ալիքը կարող եք ստեղծել, ձեր հյուրերի շրջանակներում կարող եք ներգրավել այդպես հայտնի մարդկանց, նրանք քաղաքական գործիչներ կարող են լինել, նրանք շոու բիզնեսի մարդիկ, որոնք անմիջապես այսպես հանրային մեջ ճանաչում ունեն, դուք կարող եք այդ հարթակներում հանրային մեջ ճանաչում ունենալ, ձեր քրոջ, ձեր հարևանի, ձեր հարազատի հաջողություն նաև ձեզ կարող է վերաբերել, ի վերջո նրանք կարող են իրենց կյանքը կապել, նրանք կարող են բալիկ ունենալ, Յուպիտերը առողջում բալիկ ունենալ, որը ձեզ շատ կուրախացնի, մեքենա կարող է գտնել, այն մեքենան, որը չէիք էլ պատկերացնում, նույնիսկ ձեր մտքով էլ չէր կարող անցնել, բայց եկեք տեսեք, որ հնարավորություն կտրվի արտերկրից այդ ամենը գնել եւ հասցնել տեղ։ Վերջին զույգն է կենթանակերպերը, աղեղնավոր երկվորյակ եւ խեցգետին եւ այծեղջուր, այո։ Այստեղ դիտարկում ենք աղեղնավորների 3-րդ եւ երկվորյակների ներդուն, ընդհանուր առմամբ դրանք լոգիստիկ այդ տարածքներն են, դրանք նաեւ
փոխադրամիջոցներ են, սիրելի աղեղնավորներ, սիրելի երկորյակներ, դուք կունենաք հաջողություններ։ Վերջին զույգը այծեղջուր եւ խեցգետին, սիրելի այծեղջուրներ, ձեր 8-րդ տանն է, սիրելի խեցգետներ, ձեր 2-րդ տանը։ Սիրելի այծեղջուրներ, գիտեմ, որ շատ աշխատասեր եք։ 8-րդ տունը դա ֆինանսական ներդրումներ են, դա կտակն է, դա ժառանգություն է, ձեր գործընկերների, զուգընկերներից օգնություն կարող եք ստանալ, մեծ օգնություն կարող է լինել Յուպիտերը առուծում։ Այդ ներդրումները մեծ հաջողություններ կարող են ձեզ բերել։ Ուղղակի գիտեմ, որ պետք է զգուշ լինեք։ Սիրելի այծեղջուրներ, դժվար է փոխհարաբերություններ ստեղծում, փորձեք ձեր հարաբերությունների, ձեր ընկերների, ծանոթների շրջանակների, գործընկերների շրջանակները ընդլայնել, որպեսզի կարողանաք այդ հաջողությունները քաշել դեպի ձեզ։ Յուպիտերը առուծում դա հաջողություններ է տալիս, մեծ ֆինանսական միջոցներ, հաջողություններ, ներդրումներից, բայց պետք է ճկուն լինեք հարաբերություններ։ Գիտեմ, որ ճկուն չեք, կտրուկ եք, դա կարող է խանգարող կողմը լինել։ Մնացած հարցերում, եթե ակտիվ եղաք, իմացեք հաջողություններ կգան ձեզ եւ ի վերջո դուք կստանաք ձեր երազանքի կտակը, ժառանգությունը, դա կարող է լինել մեծ բնակարան, մեծ տուն, ադամանտ եւ ոսկի, այդ ամենը ձեզ կտրվի 1 տարվա ընթացքում։ Սիրելի խեցգետիններ, ձեր 2-րդ տանն է։ 2-րդ տուն գումար։ Նրանք, ովքեր զբաղվում են այդ բիզնեսներով, առուծը դա ադամանտ, ոսկի, թանկարժեք իրեր, այդպիսի էլիտար շրջանակներ, հաջողությունները կգան հենց այդտեղ կարող են լինել։ Մեծ գումարներ կարող եք ծախսել ձեր երեխաների վրա, բայց դրանք հաջողություն կբերեն ձեզ, ձեր երեխաների միջոցով կարող եք մեծ գումարներ վաստակել, երեխա առուծ, Յուպիտերը մեծ, 2-րդ տուն գումարներ։ Նաև նրանց կարող եք ներգրավել ձեր այդ բիզնես գործունեության շրջանակներ, անմիջապես դուք եք այդ գումարները աշխատելու։ Սիրելիներս, դուք կարող եք հաջողությունների հասնել ձեր իսկ աշխատանքի միջոցով, ձեր իսկ ճկուն մտքի եւ կարողությունների արդյունքում հաջողության տարի կարող է լինել հենց այս տարի 1 տարով այդ ֆինանսական միջոցները, հարստությունը կարող է անցնել ձեր ձեռքը 1 տարով։ Պետք է ուղղակի լինեք ավելի ակտիվ, ձեր էմոցիաները թողնեք մի կողմ, սիրելի խեցգետիններ, եւ գնաք ձեր հաջողության ետևից, որը սարերի ետևում չէ եւ այն ակտուալ է 1 տարով։ Շնորհակալություն սիրելի Գայաննե, որ շատ հանգամանորեն ներկայացրեցիք եւ շատ հանգամանորեն փորձեցիք պատասխանել նաեւ իմ հարցադրումներին։ Ամենայն բարիք եմ ձեզ մաղթում, կհանդիպենք։ Այո, ուրախ էի ներկայացնելու համար Յուպիտերը առուծում դեռևս մենք ուրախանանք մեր այդպես երեխաների, այն երեխաների, որոնք կկերտեն մեր ապագան 24, 36 եւ 48 տարի հետո այդպիսի երեխաներ են ծնվելու։ Մեկ անգամ եւս շնորհակալություն։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, հյուրս աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, կհանդիպենք։